Ինչ որտեղ, ավելի կոնկրետ Հոլանդիայում ինչ որ մի ժամանակ հորինվել է հեռուստատեսային այս երաժշտական նախագիծը, որն այսօր աշխարհում համարվում է ամենադիտարժանը։ Տաղանդավոր ձայներ հայտնաբերող այս նախագիծը արդեն երկրորդ տարին է նաև մեր երկրում է, կոչվում է Հայաստանի ձայնը։ Ողջույն, մենք ներկայացնում ենք նախագծի օրագրային էջերը։ Մասնակիցների համար շատ վճռորոշ փուլը կույր լսումները ավարտվեցին։ Մենք այս ամբողջ ընթացքում հետևում էինք նրանց, ոգևորում, հուզվում նրանց հետ, լինում նրանց կողքին, որպեսզի ձեզ ներկայացնենք այն ամենը, ինչը կուլիսների ետևում է։ Ինչ։ Ոնց եմ նայվում։ Դու вообще շատ լավ ես նայվում։ Դու հրաշալի ես նայվում։ Հա, շնորհակալություն։ Ուղղակի ես այնքան հուզված եմ, չեք պատկերացնում։ Այն ընդհանրապես անսպասելի է, որ մեկը կտեկվի։ Չգիտեմ, ժամանակը շատ է։ Давайте на русском, извините. Нормальском, лава ստացվում։ Հա, գեշո, չէ։ Օքեյ։ Ну, в общем, ես շատ հուզված եմ, որովհետև շատ երեխեքը շատ ուժեղ են երգում։ Ու նենց չի, որ ես կասկածում եմ, ուղղակի անակնկա անսպասելի էր։ Всё։ Անսպասելի էր, որ 3 մարզիչները կտեկվեն։ Բայց չհասկացա Միքայել Պողոսյանի բանը տեկվել է Սյանենյան, կարող է չէր աշխատում, կարող է ուղղակի չէր ուզում բանաներ տեկվել, են որ պատահական ստացվեց, բայց ընդհանրապես իմ երազանքս ոնց որ կայացավ, որտեվ Հայկոն շատ եմ սիրում ահավոր ձևի, ու հենց որ լսել եմ The Voice-ի մասին, ես ասացի ման, որ արդեն գիտեմ դեռ ով է նստելու տրեների տեղը, ես ասացի մենակ Հայկո, որովհետև այդ մարդը իմ համար վեսամ, ոնց ասեմ, у него очень много заслуг, или перед своей землей, и перед своей родиной, и вообще перед своим народом. И в конце концов, он что, симпатичный парень. Ну, это, конечно, это без исключения, бан. Он уже женат. Ամենակարևորը որ դու հիմա երջանիկ ես, ուրախ ես, որովհետև դու Ձեւի երջանիկ եմ, ահավոր ձեւի ուրախ եմ ու մաղթում եմ սաղ երեխեքին, որ բոլորը անցնեն, բոլորը ուրախանան, ու չնեղվեն, եթե հանկարծ ինչ-որ մի բան կարամ ասեմ, не то է լավ, ուտենց։ Դու Անաստասիա, սիրեցիր Հայաստանի ձայնը։ Բա ոնց, ես սիրում եմ Հայաստանի ձայնը։ I don't feel safe, I need to. Դες բանշիկայի։ Նայ, դե ինձ թվում է կողմնորոշվել ես, չէ, ուր ես գալու։ Իհարկե, Հայկո։ Հայկո զգուր։ Սա իմ երազանքս է։ Hey, there is a man's world. It's a man's world. Man, not a car. Yeah. Take us off the road. Բրավո, շնորհավորում ենք քեզ։ Ծափարությունները արդեն լսեցին, իսկ դու այլ կարիք չկա ծափարելու։ Ինչ էին խոսում քո մասին մարզիչները, ինչ ասացին ով պտտվել։ Ես սկզբից вообще չէի արդեն սպասում որ մեկը կպտտվի, Միքայել Պողոսյանը որ պտտեց, ուրախացա։ Նա ընդամենը իրանք ասեցին որ կատարումը իրանց ոնց որ ասեցին грязное исполнение, то хорошие куски, то плохие. Но я с ними, в принципе, согласен, но с другой стороны, в этом есть жизнь. Я думаю, что в любом случае живое исполнение подразумевает некие, скажем так, эмоциональные какие-то вещи, которые вызывают в тебе определенные эмоции, и они не дают тебе, допустим, песню всю одинаково, да, исполнить. Բացի քննադատելուց մարզիչներին, ուրիշ ինչ կասես քո զգացողությունների ուրախ ես որ անցան։ Я շատ ուրախ, и мне понравилось, как зал приветствовал, как встречал, и как потом. В общем, я делаю не зря свое дело, это хорошо. Все, что я могу сказать, пока. Հաջողություն քեզ։ He's lost. He's lost. Շատ մեծ աժիոտաժ է տիրում ամեն անգամ նկարահանումից հետո, երբ որ սկսում են հիշել, թե ոնց երգեց մեկը, ոնց մյուսի մոտ գնաց։ I think Հայաստանի ձայնը։ Կարող եմ ասել, որ Հայաստանի ձայնը նախագծի կազմակերպիչները պրոֆեսիոնալ են աշխատել։ Որակը շատ բարձր է, իսկ ընդհանրապես հայերը երկող ազգ են։ Նույնիսկ երբ նայում եմ այլ երկրների The Voice նախագծերը, որոնցում նաև հայեր են մասնակցում, միշտ առաջին տեղերում են։ Մարզիչները շատ այս անգամ շատ հետաքրքիր են այն առումով, որ
լինելով շատ ընկերական մեկը մյուսի հետ, զգացում եմ, որ նրանց մեջ արդեն իսկ կա պայքար։ Ինչ կա, ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Ինչով է պայմանավորված այդ լավ լինելը, նրա համար, որ դու արդեն հնարավորություն ունես մասնակցելու քույր լսումներին, թե որովհետև արդեն վստահ ես, որ դու լինելու ես նաև պայքարի փուլում։ Վստահ եմ, որ լինելու եմ պայքարի փուլում։ I look to you. I look to you. After all my sponges go. Ինձ դուր է գալիս քո պատասխանը, բայց ինչի։ Այդպես եմ կարծում։ Զգում ես այդպես։ Որովհետև ես վստահ եմ իմ ուժերին եւ կփորձեմ ինձ արդարացնել։ I look to you. Բա որ մարդ ես, հանկարծ գնացիր կանգնեցիր բեմի վրա, մեկ է չի ստացվում։ Մարդ ես, թու տնից տեղից հեռու պահին։ Աստված իմ հետ։ You are melodies I go. In you I can be strong. I look to you. Մաշ ոչ մեկի մի լսի դու իմ թիմ պետքա գաս ամպեմ։ Բոլորից շատ սիրում ու հարգում եմ, բայց ինձ շատ կներեք, հայկա։ Քո ինքնավստահությունը եւ հավատը քեզ բերեց հաջողություն եւ պատտվեցին միանգամից 3 մարզիչները։ Շատ մերսի բոլորից էլ, մի քիչ հուզմունքս խանգարեց, բայց կաշխատեմ ուղղել ընթացքում անպայման։ Այնուամենայնիվ մի փոքր հուզմունքը խանգարեց, հա։ Մի քանի տեղ, մի տեղ, երկու տեղ, հա։ Ես գացի եւ անպայման կշտկեմ։ Եվ փաստորեն Շուշան Պետրոսյան, Քրիստինե Պեպելյան, իսկ կոնտրությունը Հայկո։ Ոնց ինչու։ Ինձ բոլորը թողներեն Հայկո ուղակի։ Կարող է Մաշա անունն էլ քեզ ինչ որտեղ հաջողություն բերել։ Ես հեշտ կհիշեն արդեն հերոստատիտողները, որովհետև Հայաստանի ձայնը Մաշան էր։ Թե կարող է շփոթեն, կարող է փոխենք անունը, մականուն ինչ որ մտածենք բեմական։ Չի հաստատ։ Ասենք Մաշա չէ, Մաշ։ Սիրում է Հայաստանի ձայնը, Մաշը։ Սիրում եմ Հայաստանի ձայնը։ Вот ангел загорелый за спиной. Փորձում եմ ստրեսից դուրս գալ։ Հասկացա, ես հենց այդ էլ հասկանում եմ։ Ինձ թվում է դու այնպես ես հագնված, քո կերպարն այնպեսին է, որ դու արդեն պետք է ստրեսի մեջ չլինեի, որովհետև դա շատ ուրախ է, դա շատ պոզիտիվ է եւ դա կարծես քեզ օգնում է, չէ՞։ Ես միանգամից քեզ նայելով հասկացա, որ այ հենց այս գեստը քեզ այսօր հաջողություն է բերելու։ Լավ, ինչ ես երգելու։ Անի Քրիստի քեզ։ Հրալի փորձենք մի փոքր հատված ուզում եմ հասկանամ։ Քեզ նվիրեմ սիրո տոխեր, արևից փոքված շոխեր, սերը ստակամար է, քեզ համար է, քեզ կգրկեմ որ մորանամ, աշխարհում վարքյան ու ժամ, սերը ստակամար է, քեզ համար է, Չէ, սա լավագույն տարբերակն է, ու ինձ թվում է հենց այս տարբերակն է քեզ հաջողություն բերելու։ Շնորհակալ եմ։ Շատ ես ուզում ճիշտ ասեմ։ Իհարկե։ Ապսոս։ Տակտիլ է, բայց ինչ яркий աղջիկա։ You know it's a wonder man can eat at all. Well, things I make that should be small. Who can tell what magic spells we'll be doing for us? And I'm giving all my love to this world. Only to be told. Ինչ կա, ոնց ես։ Все хорошо, как у вас? У нас тоже все хорошо. Ինչ էր երգում։ Я пел Jamiroquai Virtual Insanity. And that's whatever gets my lip to be. Cause we can always take but never give. Իսկ պատտվեցին։ Я не разговариваю на армянском, не спрашивайте меня, пожалуйста. Ты вообще не понимаешь, откуда ты приехал? Я из Абхазии. О, из Абхазии, хорошо. Useless, twisting all the new technology. Пират? Да, я очень рад.
По мне, конечно, не видно, но я просто до сих пор волнуюсь очень сильно. До этого тоже волновался? Да, я очень волновался. А сейчас все хорошо. Сейчас все нормально. Ну, по лице, хотя видно, что что-то не так. Нет, ну не то, что я просто чуть недовольный, как я спел, я мог лучше спеть, реально. Просто из-за волнения немножко... Ну, сами понимаете, пойди спой сейчас на сцене перед этим. Нет. Ну, видишь как? Это трудно. Yesterday, Երեխեք, կարակ ինձ ընտրեք։ I think it's time I found a new religion. Հանկարծ չխփեք։ Oh, it's always the same. The synthesizer, now it's ringing. There's something in this futures that we got to be so future made up virtual insanity. Ժան Պետրոսյանը հզորանում է։ Спасибо, поздравляю. Классно, что вы. Поздравляю, брат։ Փաստորեն Հունաստան, Սիրիա, Աբխազիա, Հասկացա՞ր։ բա ու տղաները բոլոր։